ձերբակալված է ամբողջ հայ ժողովուրդը։ Այսինքն որովհետև քանի դեռ ինքը ազատագրված չի, ինչի համար հենց մենք ստեղծվել ենք մեր կազմակերպությունը, որ ազատագրենք Հայաստանը այնուամենայնիվ վերջապես, այսինքն այդ առումով եթե նայում ենք, բոլորս ենք ձերբակալված։ Ուղղակի ռուսական գործակալների տարբեր վարչություններ Կրեմլի Պուտինի, ասենք ասենք, ծառայելու համար, իրան ծառայելու համար թեժացնում են ավելի շատ պայքարը իրար մեջ։ Իրանք այնքան համոզված են, որ Կրեմլի ծիրից Հայաստանը դեռ դուրս չի եկել, դուրս չի էլ գալու։ Այդ պայքարը իշխանության համար իրար մեջ սրանում է։ Եվ առավել աչքի ընկած, ասենք, իրանց արտահայտություններում անձինք ձերբակալվում են։ Այդքան բան։ Եվ դրանով իսկ իշխանությունները ինչ որտեղ սաստում են, ասենք, այդ ամբիցիա ունեցող անձանց, սաստում են հետագա ընտրությունների գալացող, ասենք, այդ պրոցեսների առավել ակտիվ մարդկանց, էսա ամբողջ պրոբլեմը։ Սեն գիտեք ինչ կա, հա, գուցե եւ ասենք այն ինչ որ մեղսագրվում է այդ անձանց, այս վերջի ձերբակալությունները, այն երիտասարդները, հա, գուցե իրոք քրեորեն պատասխանատու արարք, այսինքն հայհոյանք, հա, դա հոլիգանական արարք է եւ հայհոյանքը, եթե ես կայնեմ, ասենք, մեր շենքի դիմաց Պաջեզդի դեմը եւ հայոյեմ, մի անգամ, երկու անգամ, հաստատ թաղայինը կգա կամ կգան թևրես կոլորենը կտանեն եւ ասեմ դες կունենան բացատրական աշխատանք ինձ հետ չէ մեկ ուրիշի ասենք ցանկացած մարդու հետ մեկ անգամ երկու անգամ որ չի կարելի եթե դա կրկնվի այն ժամանակ նոր արդեն սա ոնց որ ռուսները իրանց սիրած տիտուլային ազգը սիրում է զլոսնի нарушитель չէ այդ ժամանակ գուցե եւ ասենք կիրառեն որոշ քրեական բաներ բայց այն ինչ որ հայոյանքի համար այդ դեպքում գիտեք ինչ կային դոկ կուսակցության ղեկավարը Վարդան Ղուկասյանին հիմա արդեն շուտվանից պետք է ինտերպոլով զապրոսանային ուղարկեին Երևան այսինքն եթե դու հայոյանքի համար մարդ ես կալանավորում ապա նույն հայոյանքներ հնչեցնելու համար հայերեն լեզվով ուղղված հայկական միջավայրին ուրեմն ինտերպոլով քրեական գործ հարուցի եւ պարտադրի որտեղ որ գտնվում է ուղարկեն Հայաստան եթե մարդու ասենք sense ասենք պլանկ են տանում այսինքն կրիչ չունի արդեն իրան մեկ է դադանի դալուճում էլ կքրվի Ինչ պետք է անես, հա, գնդակարեց, վերջի կետ, ցմա դատես, չէ, այսինքն քրեական օրենսգիրքը նայում է մաքսիմում դրա համար ինչ հասնում։ Մաքսիմում է առանց ներելու, առանց ոչի բան, այս կան 2 տարի, դու կետամ կնստեն։ Դարել է հայոյանքը եւ դրա մեղավորները առաջերտին հենց իշխանություններն են։ Որովհետեւ հենց սկզբից սաստեցին նման մոտեցումները։ Որովհետեւ հայոյանքին մոտ ասենք բառապաշարով օժտված էին հենց իրենք, այսպես ասած, այսօրվա իշխանությունները իշխանափոխության, ասենց ասենք այն ժամանակ հեղափոխություն կոչեցյալ, ասենք այդ process-ների ժամանակ։ Հիմա, երբ որ իրանք պնդացան, երբ որ իրանք արդեն զգացին իշխանության համը վերջնականապես, պատկերացրեք քանի տարի արդեն, 8 տարի է։ Մյուս տարի կլի այդ ընտրությունը արդեն 8 տարի է։ Մենք ատում էինք Ռոբերտին ու Սերժին, նրա համար որ ամեն մեկը 8 թե 10 տարի իշխանության ա եղել եւ երկիրը հասել է այս վիճակի։ Նույն ժամկետն էլ գրեթե 1-2 տարի պակաս Նիկոլ Փաշինյանն է իշխանության։ Հիմա եկեք հաշվետվություն անենք, հա։ Նիկոլ Փաշինյանն է, բացի հայրախառը, այսինքն լեքսիկոնը զարգացնելուց Հայաստանում, ինչ դրական արդյունքների հասել։ Մենք տեսնում ենք որ ոչ մի բանի։ Հիմա տեսեք, երբ որ ուզում են ինչ որ մի ցեղ շպրտեն դրական գործընթացի վրա, որին Նիկոլ Փաշինյանն ինքը ոչ մի ձևով չէր առնչվում։ Տրիմփի այդ ճանապարհի մասին եմ խոսում։ Երբ որ Տրամպը կանչեց երկուսին էլ Ալիևին ու երկու KGB-ի գործակալների, Ալիևին եւ Նիկոլ Փաշինյանին Անդեղ եւ ասեք այստեղ ստորագրած։ Նեոթուն Փաշինյանին էլ է KGB-ի գործակալը։ KGB-ն է բերել իրան։
Ռուսական կայսրության գործակալական ցանցն է բերե Իրան իշխանության, բավական է այս հարցի շուրջ որևէ կասկած ունենալ, այլ բան է, որ ինքը ստանալով հանձնարարություն խաղալ արևմտամետ, որովհետև ռուսներին դա պետք է։ Անգամ ռուսները թույլ են տալի Լուկաշենկոին, ասում են ինչ-որ ժամանակ արևմտամետ խաղա։ Դա ինչ-որ ստրատեգիկ իրանց գործունեության համար պետք է։ Նույն ձևի արևմտամետ խաղում էր Վրաստանը 10 տարի, 15 տարի։ Հենց որ պահը եկավ, ասում է, չէ, դե լավ է, արի обратно в стойло, արի ախորդ մտի։ Այսինքն ինքը դեռ տիրապետում է Կովկասում իրավիճակին։ Տրամպը հրավիրեց Ալիևին եւ Փաշինյանին եւ ստորագրել տվեց։ Այսօր նայեք։ Այսօր ասում են, դե սուտի թուղթ է, սուտի էս, այո, կարող է իրավական որպես փաստաթուղթ ինքը ուժ չունեցող փաստաթուղթ է, որը ասենք ենթակա չի անմիջապես գործունեություն կատարելու, բայց այն ստարտային վիճակն էր, որի վրա պետք է հայ իշխանությունը, եթե նա իրական արևմտամետ էր, ամբողջ իր գործունեությունը ծավալված լիներ հենց այդ ուղղությամբ։ Հայ-ամերիկյան հարաբերությունների բարելավման եւ ասենք խորացման։ Բայց մենք տեսանք, որ ավելի շատ վայրահաճողներն են շատ, որ ստից թուղթ, այսինքն այդ թուղթը Ամերիկայի պրեզիդենտը ստորագրել է կողքը այդ երկու գործակալների դա ստից թուղթ է, բայց Նիկոլ Փաշինյանի 8 տարվա ընդամենը լոլո կարդալը դա ստից բան չի։ Որ ռուսական բազան մինչև իմաստ է Հայաստանում, որ ռեալ կոնկրետ որևէ քայլ, ասենք Հայաստանի պաշտպանության ուղղությամբ չի արվել, որ որևէ քայլ քաղ պաշտպանության ուղղությամբ չի արվել, որ այսօրվա արևմտամետ իշխանությունը եւ Նիկոլ Փաշինյանը ոչ մի արևմտամետ, իրական արևմտամետ գործ չի հրավիրել եւ չի, ասենք, քաղել, ծաղկաքաղ արել առաջարկներից որևէ բան։ Կարծես թե Նիկոլ Փաշինյանը այնքան ճիշտ է անում, բայց արևմտամետ գործիչները այնքան հիմար բաներ են խոսում, որ անգամ մի հատ ծաղկաքաղ, ասենք, մի պոզիցիայով չի կարելի գոնե քննարկման առարկա դարձնել։ Ես նկատի ունեմ հենց կոնկրետ քաղ պաշտպանությունը։ Եվ քաղ պաշտպանության հետ կապված Հայաստանի իշխանության գործողությունները, ես չեմ ասում, տեսեք, բանակ, դեռ Ռուսաստանից կապնված են, այսպես ասած Նիկոլ Փաշինյանի սազանդարների ասած բալանսավորված քաղաքականության մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ սովորական հանկարծ ռմբակոծությունը սկսվի քաղաքացին իր կնոջն ու երեխուն ու մորը ուր պետքա տանի։ Տրամպի ուղին դա այն շանսն էր, այն շանսն է։ Այո, անցյալ ժամանակով որովհետև անցյալ արդեն պետք է քայլեր արածել էին։ Այս քանի ամսվա մեջ իրանք արդեն հասածել էին գիտեք ուր։ Հասածել էին ես իմ արդեն ռեալ ստեղ մենք արդեն տենայինք ամերիկյան օդանավերը իջնում են մենք այդ տենայինք արդեն այդ ամերիկյան կողմը գուցե պետք է ոչ որովհետև ամերիկյան կողմը իրանց երկրորդ դեմքի արկա Նենսի Փելոսի պետք նախարարի դեռ հələ Տրամպի առաջի կադենցիայի ժամանակ իր պետ քարտուղարը եկել էր մարդիկ պարզ ասել են ինչ անենք արա ձերը ինչ զենք ապետք ինչա պետք ինչ կոնտինգենտ ոչ մի բան մեզ ոչ մի բան հիմա այսօր նույն բանը ես դրամա եմ ասում ոչ մի քայլ չի արվում այսինքն լոլոն շատ բայց ռեալ քայլ չկա Ինչի Փաշինյանը երեք ասեց եկեք լրագրողներ կամ ով ցանկանում է տանեմ ցույց տամ իհարկե չեք նկարում չեք ձայնագրում բայց ցույց տամ ինչ զենքեր մենք ունենք Լուրջ ես ասում է բաներն էլ անգամ գնապիտակներն էլ վրան կարող են Ինչ գնապիտակ զենքի վրա գնապիտակ Դե հա ինչ որ պիտակն ինչ պիտակն Չէ դա խոսքի Ես կարդացի ինչ որ միտեղ որ մոտ 10 օդանավ ձեռք են բերել Հնդկաստանից Ուրախաց ասի, վերջապես ասի, իրանք ինչ-որ քայլ են անում, կործանիչ ինքնատրին, հետո Պապիկյանի հայտարարությունը պարզ, խոսում է նման գործակ չի կատարվել, այսինքն որին հավատաս, լրագրողներին հրավիրում է, լրագրողներին հրավիրել պետք չի, այսօր դեռ մենք չունենք ազատ մամուլ, որ
մամուլի որոցը ներկայացուցիչ մտածի գնա թե չգնա կամ ուր գնա, ուր չգնա։ Մենք այսօր ունենք բռնատիրական ռեժիմ Հայաստանում եւ ամեն ինչը կապված է մի անձից, Նիկոլ Փաշինյանից։ Ինքը հրանգավորում է H1-ին, սենց հաղորդումներ այս ուղղությամբ էլ այդ ուղղությամբ այդում։ Հրանգավորում է այս, ինքը կարա շատ հանգի այդ դրանք սա բուտաֆոր ես դրա համար եմ ասում, օդի մեջ փուչիկներ են, Ռոբերտ, Սերժ, Նիկոլ, հա, եւ առանձին, սենց ասենք, սեկվեստրներ, անջատված ինչ-որ փուչուրիկ առանձին մի հատիկային ինչ-որ տարբեր, դրանք մեծ հաշվով բոլորը ենթարկվում են մի կենտրոնի, որի անունը Կրեմլն է։ Իրանք կարող են հակամարտել եւ իրար փոր թափել, այսինքն այդ Կրեմլի KGB-ի վարչությունները առանձին վերցրած Նիկոլ, Ռոբերտ, Սերժ, իրանք կարող են իրար դեմ հակամարտել ստացված ցուցմունքների շրջանակներում միայն, որ իրար իշխանություն խլելու համար։ Հա, ցուցումների, հա։ Այո, հա։ Իրանք Կրեմլից ստացված ցուցումների շրջանակներում կարող են։ Բայց որ ասենք հələ Ռոբերտի, Սերժի կամ Նիկոլի ենթակա որևէ լրատվամիջոց հստակ դնի ասի, որ Ռուսաստանի կայսրությունը դա թշնամի է, չկա տես բան։ Որ Ռոբերտ Քոչարյանը միանշանակ սա ամեն ինչ ասում է իր լրատվամիջոցների նկատի ունեմ, նաև ինքը, եւ Սերժ Սարգսյանը, եւ մնացած արբանյակները իրանց հետ կապված, հա, Դաշնակներ, Վանիցյան, մյուս, այսինքն բոլոր նրանք, ովքեր ռուսական կայսրության հետ կապ ունեն ու մինչև հիմա ունեն։ Այս մարդիկ ինչ են ասում։ Այս մարդիկ ասում են Նիկոլը վատնա, Նիկոլը դավաճանա, Նիկոլը այնա, հա, դա հասկացանք, գիտենք, դուք ինչ եք ասում։ Արցախի հարցը դուք ո՞նց եք լուծելու։ Դուք Արցախի հարցը լուծելուց գնահատական տալու եք, թե ինչի Արցախը այտենց վիճակում հայտնվեց, թե այդ գնահատականը կրկին եզրափակվելու է միայն Նիկոլ բառով։